Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ կրկին հանդիպելու ձեզ, շատ ուրախ եմ, որ մեր արթունները ձեզ հետաքրքրել են։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենակարևորը ամենաարևաբույր խոհանոցից։ Այսօր պատրաստելու ենք մասրապուր լորվա տարբերակով, ավելի ստույգ լորու ձորի տարբերակով եւ բաղադրությունը հետեւյալն է բարեկամներ, չորացրած մասուր, օգտագործելու եք խաշված միս, խաշված սիսեր, արիշտա, մի քիչ մասրամածուն մեր հատկապես լորու հայրենակիցները շատ լավ տեղյակ են այս մթերքի հետ, մասրամածուն, այսինքն եփված եւ պտղամիսը վերցրած մասուր։ Համեմունքներից օգտագործելու ենք աղբղպեղը, մի քիչ ալյուր եւ չոր նանա։ Ամենակարևոր համեմունքը մենք միշտ մեզ հետ վերցնում ենք, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Նախ եւ առաջ պիտի պատրաստենք սոխառած։ Սոխը կտրատում ենք ձողիկների, ոչ շատ փոքր։ Աշուն է եւ աշունը մեզ տրամադրում է, աշունը մեզ պարգևատրում է պտուղներով, մրգերով, հատապտուղներով եւ ինչպես ասում են, շատ վատ կլինի, եթե մենք չօգտվենք այդ հնարավորությունից։ Եվ այսպես բարեկամներ, մեզ հարկավոր է տաքացնել կաթսան, ձեթը կամ յուղը դաղել, տաքացրեցինք կաթսան, ձեթը դաղեցինք, հիմա կարող եք ավելացնել սոխը, ինչպես նշեցի, մի քիչ խոշոր, այնպես երկար կտրատված, առատ սոխ պիտի լինի։ Ահա, սոխ առած, նախապատրաստենք արիշտան, ես պիտի նշեմ անպայման, որ արիշտան պետք է լինի տնական բարեկամներ, մեր ավանդական արիշտան, ցավոք սրտի արտադրական այսպես նպատակներով վաճառվող այդ արիշտաները այնքան էլ նման չեն մեր տնական արիշտային, այնքան էլ համեղ չեն, պիտի նշեմ, որովհետև տնական արիշտան պատրաստում են մեր մայրերը, մեր տատիկները եւ իրենց սերը եւ հոգու ջերմությունը անպայման այնտեղ մենք ճաշակելիս կզգանք։ Անպայման պիտի նշեմ, որ սոխառած պատրաստելիս պետք է աշխատել, որ սոխը դառնա ոսկե գույն, այդ ժամանակ է, որ սոխը եւ իր սննդարար արժեքները եւ մանավանդ իր այդ հմայիչ, համային հատկանիշները հաղորդում է ուտեստին։ Միսը կարող ենք նաև բնականաբար վերցնել ոչ խաշված, այդ դեպքում պիտի սոխառելուց հետո ջուր ավելացնենք եւ միսը խաշենք, մնացած կոմպոնենտները արդեն ավելացնենք, բայց քանի որ խաշված է միսը, կտրատենք համապատասխան չափսերի, իսկ համապատասխան չափսեր ասելով մենք հասկանում ենք, որ հարմար պետք է լինի ապուրի մեջ գտալով օգտվելու համար։ Ընդհանրապես յուրաքանչյուր ուտեստ պատրաստելիս պատրաստողը պարտավոր է հասկանալ եւ ի նկատի ունենալ, թե ինչպես պիտի օգտվեն այդ ուտեստից, այսինքն հարմար պիտի լինի օգտվելու համար։ Էլ չեմ ասում, որ յուրաքանչյուր ուտեստի պատրաստելու ժամանակ մենք մտովի պետք է լինենք մթերքների մեջ, ուտեստի մեջ եւ պատկերացնենք, թե ինչ տեխնոլոգիական պրոցեսներ, ինչ փոփոխություններ է կատարվում այս կամ այն մթերքի հետ ջերմային մշակման ենթարկելու ժամանակ։
տապակվեց արդեն սոխը, հիմա կարող ենք մի քիչ աղ ավելացնել սոխին։ Տեղադրել միսը։ Յուրաքանչյուր գործողությունից հետո մենք պիտի հասկանանք ինչի համար։ Մենք հիմա ցանկացանք, որ մսին հաղորդենք սոխի բնորոշ ամահոտային հատկանիշները։ Ասկս։ Եվ ինչու՞ չէ, նաև խաշված միսը մի քիչ կեղևապատելու, այսպես խնդիր դրեցինք։ Մի փոքրիկ ալյուր, նորից հիշեցնեմ, որ այս պրոցեսը առայժմ մենք իրականացնում ենք ուժեղ կրակի վրա, այսինքն բարձր ջերմաստիճանի տակ։ Հիմա կավելացնենք մի քիչ մասրամածուն, մասուրի հյութ, այսպես, մի քիչ ջուր, չորացրած մասուրը մաքրած վիճակում, դուք գիտեք, արդեն մենք օգտագործում ենք այսպիսի ջրեր մասուրի, ասեմ, որ խուսափել եւ այսպես չվստահել չարժե մասուրի ջրին, մասուրի ջիրը թթու միջավայր է հաղորդում ուտեստին, բացի այդ նաեւ իր սննդային արժեքները, իր համային հատկանիշները փոխանցում է ապուրին։ Այսպես, ավելացնում ենք սիսեռը, խաշված, ավելացնում ենք նաև պարիշտան և նաև ջուրը։ Ստուգենք խտությունը։ Այսպես հարկավոր է սպասել եռալուն, հենց եռած այս ամբողջը կրակի տակը իջեցնում ենք, համտեսում, կափարիչը ծածկում ենք և սպասում պատրաստի վիճակին։ Նշեմ, որ պիտի համեմենք աղով պղպեղով և չոր նանայով։ Աղը, սև պղպեղ, չորացրած նանա, մատուցելուց առաջ կհամեմենք նաև կտրատված կանաչիով և հոտավետ պղպեղով աղացված։ Եռում է արդեն, կարող ենք մի քիչ իջեցնել, կափարիչը ծածկել և սպասել ուղիղ 8 րոպե։ 8 րոպեից հետո այս ուտեստը պատրաստ կլինի և մենք կվայելենք նրա տեսքը և համը։ Բարեկամներ, 8 րոպեն անցավ, տեսնենք, թե ինչ կատարվեց կաթսայի մեջ, ամեն ինչ լավ է, կհամտեսենք հիմա։ Այսպես, ես նշեցի, որ թթու միջավայր է ստեղծում մասուրը և այս դեպքում մենք հնարավորություն ունենք մի քիչ շաքարավազ ավելացնելու, ըստ ցանկության բնականաբար,
ինչպես խոստացել էինք, մի քիչ հոտավետ պղպեղ, կտրատենք կանաչի, ես նախընտրում եմ սամիտ, մի քիչ, մի մասը ընդհանուր ուտեստին, ծածկում ենք և անջատում կրակը, մատուցում ենք կավե հատուկ ափսեի մեջ, պատրաստեցինք սոխառաց, այնուհետև խաշված միսը տապակեցինք սոխառացի վրա, ավելացրինք մի քիչ ալյուր, մասուրի պաստեղ, ջուր ավելացրինք վրան, այնուհետև ավելացրինք նախօրոք խաշված սիսեռը, համեմեցինք աղով պղպեղով, չորացված մասուրը ավելացրինք, ջուր ավելացրինք այնքան, որ արդեն պիտի միացնենք նաև արիշտան և 6 արիշտայով հետագա մատուցման եղանակը ես առաջարկում եմ բարեկամներ կանաչին այսպես կենտրոնում, փոքրիկ այսպես թթվասեր և թթվասերի վրա նորից հոտավետ պղպեղ և սև պղպեղ։ Ահա այս ուտեստն էր, որ մենք ձեզ հետ միասին բարեկամներ պատրաստեցինք, այսօրվա համար այսքանն ենք նախատեսել բարեկամներ և ուզում եմ, որ դուք միշտ լինեք առողջ, ձեր սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ և այդ ուտեստները ինչպես միշտ նպաստեն ձեր առողջությանը, ձեր հաջողություններին։ Շատ ուրախ էի, որ ունկնդրեցիք մեր հաղորդումներին և ուզում եմ, որ այսուհետև միշտ առողջ սնվենք և լինենք երջանիկ, հպարտ լինենք հայրենու համար, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Լորվա մասրապուր, խաշած տավարի միս 300 գրամ, սիսեռ 100 գրամ, արիշտա 100 գրամ, սոխ 80 գրամ, ձեթ 30 գրամ, մասուրի չիր 20 գրամ, մասրամածուն 100 մգ, բոված ալուր, նանա, նրբահամ կանաչիներ, աղ, պղպեղ, բարեախորժակ։